Իհարկե մեր այս ճանապարհին հաջողության մեծագույն պատմությունը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթաժողովն էր, որի արդյունքներով ընդունվեց հռչակագիր եւ նախաստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը եւ այդպիսով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն։ Սա կարևոր եւ առանցքային արձանագրումն է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատվել է խաղաղություն։ Եվ այս կետից պետք է անդրադառնալ նաեւ հետեւյալ հարցին, իսկ այնուամենայնիվ որոնք են մարտահրավերները։ Մարտահրավերներից մեծագույնը եւ հիմնարարը այն է, որ քիչ առաջ իմ արտաբերած նախադասությունը տարօրինակ օտարոտի եւ անծանոթ է հնչում Հայաստանի Հանրապետության խաղաղություն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև։ Իսկ ինչ է դա նշանակում։ Մենք այս խնդրի հետ առնչվելուց առաջ պիտի արձանագրենք, որ խաղաղությունը անծանոթ հասկացություն եւ միջավայր է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության համար։ Մեր անկախության առաջին օրից, մեր անկախությունների առաջին օրից մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, մենք խաղաղություն երևույթի հետ չենք առնչվել երբեք։ Ընդհակառակը նույնիսկ մեր անկախությանը նախորդող շրջանում եւ նախընթաց շրջանում մեր հարաբերությունների առանցքային գործոնը եւ բնորոշիչը եղել է կոնֆլիկտը եւ ըստ էության Հայաստանը եւ Ադրբեջանը անկախություն ստացել են կոնֆլիկտի ֆոնին, կոնֆլիկտի տրամաբանության մեջ եւ կոնֆլիկտից ըստ էության բխած էներգետիկայի շնորհիվ։ Եվ մենք ամենևին չպետքա թերագնահատենք այս փաստը։ Եվ ուզում եմ ընդգծել նաև, որ ավելի քան 30 տարվա կոնֆլիկտը, ընդ որում թվաբանության առումով պետք է արձանագրենք, որ այս խնդիրը կոնֆլիկտի պատմությունը սկսել է 88-87 թվականների վերջից, 88 թվականից, եւ ըստ էության շարունակվել է, թե շարունակվում է մինչև օրս։ Ըստ էության քաղաքական առումով կոնֆլիկտը ավարտված է, կոնֆլիկտը լուծված է, բայց մենք պետք է հասկանանք, որ սոցիալ հոգեբանական առումով եւ 30 եւ ավելի տարվա սոցիալ հոգեբանությունը մի երևույթ չէ, որ ուղղակի կարելի է անջատիչը անջատելով եւ արգելակները քաշելով կանգնեցնել։ Եվ հետևաբար այս դրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է եւ Ադրբեջանում եւ Հայաստանում, արտահայտվում է մամուլում, արտահայտվում է հանրային շրջանակներում, արտահայտվում է փորձագիտական շրջանակներում, արտահայտվում է անգամ երկրների առաջնորդության մակարդակում եւ մենք պետք է նաեւ այս երևույթի հետ հարաբերվելու ճիշտ բանաձևեր գտնենք։ Էլի եմ ասում 30 եւ ավելի տարվա կոնֆլիկտը մի բան չէ, կամ ընդհանրապես գիտեք ինչ 30 եւ ավելի տարվա ցանկացած երևույթ, որ 30-35 տարի մենք որևէ մեկը ապրել է մի երևույթի եւ մի ռուտինի մեջ, որևէ ձևով հնարավոր չէ դա արգելակի լծակի գործադրումով կանգնեցնել։ Բայց հնարավոր է դա կանգնեցնել, թե ոչ։ Այո, դա հնարավոր է ինչպես քաղաքական առաջնորդությամբ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։